Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզային խորհրդի առաջին նիստը կայացավ, որի ժամանակ կոմիտեի ոսկե մեդալով և Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվեց սպորտային մեկնաբան Սամվել Ախանյանը, ծննդյան 55 և աշխատանքային գործունեության 30-ամյակի առիթով։ Մեծեն Սամվել Աղանյանի մատուցած ծառայությունները որպես մարզական լրագրողի սպորտի զարգացման գործում նայր ելույթներով լուսաբանումներով բազմիցս անգամ խտանել է մեր սպորտի զարգացմանը, ինչու՞ չէ նաև կայացմանը։ Մարդու աշխատանքը բերձի չի կորում, ուշ թե շուտ վերջ կնադականը մեդալ հասավ իրեն հասավ։ Նման մեդալներով պարգևատրվում են վաստակաշատ, վաստակավոր մարզիկները, մարզիչները և նաև այսօր մեծ պատիվ է, քանի որ հանդիսանալով մեր Շիրակի մարզի սպորտային մեկնաբանը, այդ մեդալը հասնվեց նաև պարոն Աղանյանին։ Շատ պարտավոր է, 30 տարվա փորձ ունենալով հանդերձ, զգում եմ, որ այսօր դեռ սովորելու կատարելագործվելու շատ բան ունեմ։ Պարգևը համալրեց այն շարքը, որին տարիների վաստակի համար արժանացել է Սամվել Ախանյանը։ Վերջերս նրան պարգևատրել էր նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Սպորտային մեկնաբանը ներկայացրել և շարունակում է լուսաբանել սպորտաշխարհի անցուդարձ հարցերը, նվաճումներն ու պարտությունները։ Երբ առաջարկել ենք, որ ասենք պետք է գնանք ամենահեռավոր գյուղը մարզի, նա անտրդունջ, նույնիսկ ինքն է դրանից արդեն առաջարկել, գնանք գյուղերը, մենք մեր ուսումնասիրությունները սկսել ենք հեռավոր գյուղերից, ավարտել ենք Գյումրի քաղաքով։ Իր աշխատանքով ստիպել է ավելի հետևողականներն այդ թերությունները ամբողջովին հիմնովին վերացնելու։ Սպորտում մնալը միայն արհեստավարժության, նվիրվածության ու համառության արդյունք է։ Սա է Սամվել Աղանյանի հաջողության հասնելու և ասպարեզում միշտ սիրված ու սպասված լինելու գրավականը։ Այն ձեռք է բերվել մշտական ու նպատակամղված աշխատանքի արդյունքում։ Լինելով ֆուտբոլային մեկնաբան նախևառաջ, մյուս մարզաձևերի ներբերակների մեջ խորանալու համար բավական պրոբլեմներ ունեի, խորհրդակցում էի մարզիչների հետ, խորհրդակցում էի մասնագետների հետ, դա ամենամեծ դժվարությունն էր, կամաց արդեն յուրացրի ազատ ոճի մշամարտը, հունարոմեական մշամարտը, բռնցքամարտը, նաև բասկետբոլը, վոլեյբոլը, խոտի հոկեյը, ձեռքի գնդակը։ Սամվել Աղանյան, ազդարար։
Հարազատ ու սիրելի ձայն, որն իր հեռուստադիտողին է կանչում կապույտ էկրանի մոտ։ Սպորտային մեկնաբանը դեռ շատ ասելիք ունի, պարգևները միայն նոր ուժ ու եռանդ են ավելացնում։ Սամվել Աղանյանը կշարունակի իր գործունեությունը յուրաքանչյուր բարդության հետ տխրելով, հաջողության հետ հպարտանալով։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։